Ժորժան, ճաշը տակ-տակ որ դնեք սառնարանը, ինչա տեղի ունենում։ Ուղղակի մի հատ ասեք դուք էլ ձեր ծնողներից կամ հենց դուք եք ծնող, ոնց եք պատկերացնում եւ ինչ տպավորություն ունեք եւ ինչ հիշողություն ունեք այդ ճաշի հետ, որ միշտ մեզ ասել են, չէ, ճաշը տակ-տակ չդնես, թող սառին նոր դիչ խալաձենիկը։ Ուրեմն, տարբերակ առաջին, ճաշը փչանում է, ճաշը թթվում է, տարբերակ երկրորդ, սառնարանը ուղակի փչանում է, սառնարանի համար է վատ, ոչ թե ճաշի, ճաշը նորմալ իրան կպայի սառնարանի մեջ, թե ճաշը հենց դրեցիք, սառնարանը տակ-տակ, ճաշն է փչանում, ուրեմն մի հատ խնդրում եմ, էլի կոմենտներում գրեք, տարբերակ առաջին ճաշ, թե տարբերակ երկրորդ սառնարանը փչանում է, ուղղակի հետաքրքիր է, թե դուք ոնց եք պատկերացնում ու ձեր տնեցիները ձեզ ոնց են բացատրել, թե ինչա տեղի ունենում, երբ ճաշը տակ-տակ դնում ենք սառնարանը։ Շնորհակալություն, կոմենտները կնայեմ, նա տեսնեմ ձեր տարբերակները որոնք են։ Ես դրա ճիշտ պատասխանը գիտեմ, ուղղակի ուզում եմ ձեզանից իմանամ, շնորհակալություն։